Խաղություն Աստծո ժողովուրդ։ Ողջույն ձեզ։ Այս հաղորդման ժամանակ նույնպես պատասխանում ենք հարցերին, այս անգամ մեզ հարց են ուղղել ռուսերեն։ Ոնց որ հայեր չէ, բայց ռուսախոս։ Աստված շատ օրհնի, ժամանակն արդեն ռուսերեն էլ խոսանք։ Եթե Աստված տա Ահա, շնորհք ռուսերեն խոսալու, այսքան տարի ստեղ ենք, բայց ռուսերենի լավ չեն տիրապետում, ոնց որ պետք է։ Հարց այսպեսին է. Дорогой брат Аркадий, прошу духовно объяснить от Исаия 38, 8 стих. Благодарю сердечно. И тоже благодарим. Աստված օրհնի հարց տվողին, Աստված օրհնի, հիմի կկարդանք Եսայա 38. Եսայա 38-ը, տեսնենք ինչա ու խոսենք դրա վրայով, սիրելիներ, սիրելի հարց տվող, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ես նորից էսի խոսալուց առաջ ուզում եմ մի փոքր նորից խոսամ իմաստության մասին, էլի։ Եթե մարդիկ իմաստություն ունենան աստվածաշնչյան, նրանք կիշխեն ու կտիրեն ամեն ինչի վրա։ Այսինքն նկատի ունեմ կտիրեն ու կիշխեն չարի ամեն հարցակումների, ամեն խոչընդոտների, ամեն ինչի վրա կտիրեն։ Այն որ Աստված ասեց ես թագավորներ ու քահանաներ եկլնելու հայտուցագրքի մեջ, մեզ թագավորներ ու քահանաներ արեց, հենց էսա ասում, ես նկատի ունի, որ մենք պետքա թագավորենք չարի վրա։ Թագավորը ո՞նց է, լուր մնա։ Չէ, թագավորի հրամանա։ Իսկ եթե ես թագավոր չլինեմ, չարը կիշխի իմ վրա։ Չարը ինձ կհրամայի կասի սենց արա։ Հասկանում եք իմաստությունն է, սիրելի քույրեր եւ եղբայրեր, ես ուզում եմ իմաստությունը, որ գլուխն է ամեն բանի։ Լավ, կարդանք ժամանակի առումով։ Եսայա 38:8-ը 7-ից ես կկարդամ, որտեղ միտքը 7-ից ասել։ Եվ սա քեզ նշան լինի Տերիցը, որ Տերը անելու է այս բանը, որ ասել է. Ահա ես ետ պիտի դարձնեմ աստիճանների ստվերը, որ իջել է Աքազի արևի ժամացույցի աստիճաններով, 10 աստիճան, եւ արևը ետ դառավ 10 աստիճան այն իջած աստիճաններով։ Տեսեք, սիրելի քույրեր եւ եղբայրս, Աքազ նշանակում է տիրացող, Եզեկիա նշանակում է Աստված զորություն է։ Աքազի որդին էր Եզեկիան, տիրացողի որդին Աստված զորություն է։ Տիրացողի որդին, սա հոգևոր իմաստով մեր մեջ ոնց է կատարվում, ինչա կատարվում։ Ես կուզեմ նորից եմ ասում, հոգևոր իմաստության վրա ենք մենք խոսում։ Կարանք միջև պաշտամունքը սկսել է, միջև այս զապիսը անել է, մի 5 րոպե մելանի հետ, ալելույա, գոռանք, թռնենք, ուրախանանք, կարանք, դա վատ չի, դա լավ է, բայց իմաստությունը, աստվածաշնչյան հայտությունները, դրանք են հենց առաջացնում այդ ուրախությունը։ Առանց հայտությունների ուրախություն չի։ Աշխարհի մարդիկ գտնում են ռեստորան, 2 ժամվա համար, 3 ժամվա համար, մեծ գումար են ծախսում, որ 2-3 ժամ ուրախանան։ Հասկանում եք, այդ ուրախության համար մարդ ամեն բան վճարում է, իր ուրախության, իր ցանկությունները կատարելու, կատար դնելու համար։ Ամեն բանի պատրաստ է։ Աստված ձրի է տալի հետի։ Ձրի է տալի հետ ամեն ինչի վրա ասես տիրես ու ուրախանաս ու ցնծաս։ Ես հոգու վայելես, ես վայելում եմ, ուրախանում եմ, երբ որ աստվածային գործը կատարվում է։ Երբ որ իմ մեջ խաղաղություն եմ տեսնում, երբ որ տեսնում եմ իմ կնոջ հետ միաբան կարդում ենք, աղոթում ենք, կամ ասենք ինչ-որ մի բան ենք, գործ ենք անում, այդ վայելչությանը ոչ մի վայելչություն չի հասնի, ոչ մի ռեստորան, ոչ մի չգիտեմ ինչ ճոխություն չի հասնի։ Սա է կյանքի իմաստը երկրի վրա, եթե դու ունենաս այդ վիճակը երկրի վրա, դու հաղորդ ես երկնքին արդեն։ Երբ մարմինդ մնացած է, դու հաղորդ ես երկնքի հետ զուլվում ես դու։ Իսկ եթե այդ քո մեջ չեղավ, մարմինդ մահացավ, ես չգիտեմ, արդեն քո միջի եղածը ոչ խաղաղությունը, ոչ սերը, զուլվելու է ոչ խաղաղությանը, ոչ սիրուն։ Չեմ ուզում բերանով ասեմ ու չգիտեմ ինչ անեմ։ Տեսեք։ Ինչպես։ Բայց էդի տենց է։ Հա, սա իմացողություն է։
իմացողությունն է, սիրելիներ, երեխան որ ծնվում է նոր երեխան, ոչ մի բան չի իմանում, չի հասկանում։ Բայց մինչև իր մահվան օրը, ծնունդի օրից մինչև մահվան օրը, նա ձեռք է բերում իմաստություն, օրեկան, անընդհատ։ Առանց իմաստության չի կարա ինքը ապրի։ Հասկանում եք, առանց իմաստության չի կարա վայելի, չի կարա, չգիտեմ ինչ։ Այստեղ հոգևոր իմաստությունն է, որը առավել է մարմնավոր իմաստությունից, ժամանակավոր իմաստությունից, որը ժամանակավոր է, կորչելու է։ Իսկ այս իմաստությունը, որը հոգևոր է, դա հավիճենական է, հավիճենական կյանքի մեջ է։ Դեմ ես ինչի համար հավիճենականը թողեմ, հա, ժամանակավորի հետևից ընկնեմ։ Ես կլնեմ իմաստուն, ոչ, ես կլնեմ անմիտ։ Հավիճենականը թողած ընկնես ոնց որ մի խոսքով, լավ, լիքը խոսքից խոսքեր են առաջանում։ Տեսեք, Աքազ Եզեկիային Տերը ասես նշան կտամ քեզ, որ Աքազի աստիճանները 10 աստիճան վերև իջած աստիճանները փոփոխություն կլինի, ստվերը արևի հակառակը կգնա։ Սա նշան կլինի Եզեկիայի համար։ Սա ինչ է նշանակում հոգևոր։ Մեր մեջ սիրելի քորիս եւ եղբայր, սիրելի հարստվող։ Աքազ նշանակում է տիրացող, Եզեկիա նշանակում է Եհովան իմ զորությունն է։ Մեր մեջ կան հատկություններ, որ մենք տիրում ենք, իշխում ենք մարդկանց վրա, իշխում ենք ինչ-որ մեր ուժով, մեր հասկացողությունով, մեր օգուտի համար, սենց ասած, իմ շահի համար ես Աստվածաշունչը մի կողմ եմ դնում ու իմ շահի համար Աստվածաշունչը օգտագործում եմ իմ շահի համար, տիրում եմ ես դրան։ Ու երբ որ հասնում եմ իմ նպատակին, ես նորից եմ օրինակ ասելու 10-որդը։ Երբ որ 10-որդ ենք հավաքում, ես 10-որդ եմ հավաքում, մեզ գումարը գալի, ես տիրում եմ ժողովրդի վրա, վախեցնում եմ, եթե չբերեք 10-որդը դժոխք եք եթալու, դուք թալանում եք ասում։ Այս խոսքերով ես տիրում եմ մարդկանց վրա։ Եվ երբ որ 10-որդը գալիս է, մեքենա եմ ունենում, ավտո եմ ունենում, լավ, ման եմ գալի աշխարհով մեկ ու ասում եմ Աստված իմ զորությունն է, տենում եք ոնց հաղորդում Աստված ինձի։ Տեսակ ոնց օրհնեց, դուք էլ հավատացեք ասում, որ դուք էլ օրհնվեք։ Մենք կարեցա բացատրեմ։ Տեսեք, տիրացողի որդին է Աստված զորություն է։ Դրա համար Եզեկիան հպարտանում էր։ Թեև Աստված զորություն է, այդ հասկացողությունն է մեր մեջ, բայց հպարտություն է գալի մեր մեջ։ Դրա համար Աստված մերձի մահ սպանում էր Եզեկիային։ Հիվանդացավ մերձի մահ ու պետք է մահանար։ Բայց Եզեկիան ասեց իմ գործերը հիշի, խնդրում եմ Տեր, իմ բարի արած գործերն են։ Զղջաց իր արածի համար։ Եվ Աստված 15 տարի երկարացրեց իր կյանքը։ Եզեկիայի կյանքը։ Սրա հոգևոր խորհուրդը նորից եմ ասում, մեր մեջ, երբ որ մենք տիրացող հատկություն ունենք, ոչ թե միշտ ենք տիրանում, հասկանում եք, երբ որ ասում ենք տիրացող, բոլորիս մեջ կա այդ տիրացող հատկությունը։ Այդ տիրացող հատկությունը մեր մեջ ի հայտ է գալի, երբ որ պարագան է ստեղծվում։ Հոգշերը քնած վաղտս ես չեմ տիրում, կամ ասենք իմ երեխեքի հետ խոսալուց ես չեմ տիրում կամ ինչ-որ մեկի հետ, չէ, երբ որ պարագան է գալի։ Հասկանում եք, բոլորիս մեջ կա այդ հատկությունը։ Եվ այս տիրացող հատկությունը, երբ որ հասնում եմ իմ նպատակին, մի քիչ առաջ որ ասեցի, տիրելով, հպարտություն է գալի իմ մեջ։ Եհովան է իմ զորությունը, Եհովան արեց, ես Աստծով արեց եսի։ Այսինքն զորությունը, հպարտություն է գալի իմ մեջ։ Դրա համար Աստված ասում է, սա նշան կլինի քեզի։ 10 աստիճանները կփոխվեն, այն աստիճաններով որ դու գնացել ես, աստիճան մենք հասկանում ենք, չէ՞։ Բարձրանալու, իջնելու, հա, բան է, աստիճան, փիլակյան, ասենց ասած մեր բանով լեզվով։ Հիմա ասում այդ աստիճաններով, որ դու բարձրացել ես կամ իջել ես, 10 աստիճան հետ է գնալու։ Ու այդ ժամանակ դու կհասկանաս, որ դու չես արել, քո ձեռը չի հետի, Եհովան անունն է։ Երբ որ դու տիրալով զորություն ես ստանում, քո վրա փորձություն է գալու, հետ է գալու այդ քո հպարտությունը։ Դու արդեն չես հպարտանալու, դու արդեն այդ քո արածը, ոնց ասած, խայտարակ ես լնելու կամ հետ է գնալու քո այդ աստիճանները։ Արևը, որ ծագում էր քո վրա, հետ է գնալու, այլ արև չի ծագելու քո վրա։ Ես հոգևոր լեզվով խոսացել, չգիտեմ, հոգևոր լեզվով մարմնավոր օրինակներ ասելը հենց սա է, էլի մարմնավոր ձևով օրինակներ որ չասենք, մենք չենք կարող հասկանանք հոգևորի, ասենք, բուն խորությունը, բուն միտքը։ Մեր հպարտությունը, եթե գալիս է ոչ Աստվածանից, չէ, մարդիկ կան, որ ստացվում է։ Ես մարդ գիտեմ, հենց հիմի մարդ գիտեմ ստեղ Մոսկվայում, որ Աստվածաշունչը չգիտի,
Կարդմա ուրիշ բաներ ասեմ, դա Իսրայելի համար էր, դա մեր համար չէր, դա նրա համար էր, սես բաներ ասեմ, բայց ինքը հովիվ է։ Ու այդ հովիվությունը ինքը հպարտանում Աստված ինձ կարգերա հովիվ։ Այսինքն ակազի վիճակով ինքը Եզեկիան է, ծնվելա Եզեկիան իր մեջ, հպարտությունն է ծնվել։ Հասկանում եք, չի միտքը։ Հիմի մեր մեջ այդ հատկությունը սիրելի հարցնող, երբեք չտիրանալով չհպարտանանք, թե Աստված արե։ Աստված անում է բարի ժամանակների համար, բարի քո գործերի բարի հատությունն է տալի։ Քո չարի համար բարին Աստված չի տա երբեք։ Դրա համար աշխատենք սիրելի քույրս եւ եղբայրս, ինչ որ անում ենք, մենք բարի անենք։ Մեր ներսը լինի բարի, մեր հատկությունը, մեր ցանկությունը, մեր հեռանկարը, մեր տեսանկյունը, ոնց ասեմ, բարիով լինի, Աստծո անունով լինի, Աստծո համար լինի։ Ոչ թե իմ անունի, իմ փառքի համար լինի։ Ու հետո հանգարց հաջողվի ասեն Տերն արել։ Տերն էլ ասма չէ, եթե հաջողվես դու տես հպարտացար, հետ է գալու։ Քեզի նվաստացնելու է։ Քո արածը քո երեսով են տալու, դու բան ես ելնելու, խայտարակ ես ելնելու, ասած ասած։ Աստիճանները հետ են եթալու 10 աստիճան։ Ու էդի, երբ որ հետ կեթան, խայտարակ կլնես, երբ որ, այդի նշան կլնի քեզան քո համար։ Դրա համար Եզեկիան ստեղ զղջում է իր արածի համար, եթե նայում ենք Աստվածաշունչը, Եզեկիան հպարտանում էր։ Շատ սխալներ էր գործում, հպարտանում էր, մնացորդացի մեջ, թագավորացների մեջ գրված է։ Եվ այսքան բանից հետո զղջում է իր արածի համար։ Ճիշտ է, հպարտանալով եմ ես տիրե այս բանի վրա, բայց զղջում եմ Տեր Աստված, դու ես իմ զորությունը։ Դրա համար Աստված 15 տարի երկարացրեց իր կյանքը։ 15 տարի հնարավորություն տվեց այլ ավելի գանձ դիզի երկինքի արքայության համար։ Երևի ես քանոմելան։ Ես ինքը շատ դժվարությամբ պատասխանեցի այս հարցին, որտեղ իրոք խորն է, շատ խորն է, խորությունից խորություն կա։ Իսկ այն մարդու համար, որ ինքը իր մեջ է տենում այս ամեն ինչը, շատ բացահայտ է, շատ պարզ է։ Որտեղ ես շատ ժամանակ մարմնավոր հասկացող եղբայրների հետ, ասենք, խոսացել եմ, լսել են, ասել են, բան չհասկացա, ինչ ես ասում։ Ոչ ոք չհասկացա։ Ինչպես ես վերջում հովի հետ մի հատ Մոսկվայում խոսում էինք, հələ սպասես ասացածդ մի հատ մարսեմ, չեմ կարող մարսեմ, այ ախպերից ինչ ես ասեմ, որտեվ ես խոսում եմ հոգևոր, ասում եմ, այդ չարությունը իմ մեջ է։ Այն Դավիթը իմ մեջ է, ես սիրելի որ ասում սիրելիանեմ, ին քո մեջ է հատկությունների։ Ես կայնում, ոնց Դավիթը այն ժամանակներ չի, ինչ ես ասում, չեմ հասկանում։ Ինքը չի հասկանում հոգևորն ինչ է, որովհետև իր հիմքը դրել է մարմնավոր գրի հասկացողության վրա, մինչև իմի շարունակում է կառուցել մարմնավոր գրով։ Իսկ Հիսուս դարձած այդ մարմնավոր գիրը, տաճարը, տեսանելին, քանդեք ես իրեկորում նորը կառուցեմ, իմ մարմինը ձեր մեջ կառուցեմ։ Միևնույնն է, Հիսուսը ճիշտ էր ասում, բայց միևնույնն է նրանք չէին հավատում։ Էլի չէին հասկանում։ Իսկ չասում Հիսուսը, ոնց թե իմ մարմինն ով որ շուտի արունս ով որ չխմի, իսկ չասեմ։ Հասկանում եք շատ հոգևոր հոգու եւ մարմնի տարբերության գիրտն է, ժամանակավոր եւ հավիտենականության ճանապարհն է։ Չարի ու բարի ճանապարհն է, մահվան ու կյանքի ճանապարհն է Աստվածաշնչի երկը։ Մենք պետք է զանազանենք։ Մենք երբ որ տեսնում ենք շատ կներեք թող երկար չթվասա, Հիտլերին ասում են վատ մարդ էր, չար մարդ էր, այսքան մարդ սպանեց, այսքան մարդու գլուխ կերավ։ Հələ արեք մի հատ Հիտլերի հետ համեմատվենք, էլի։ Հիտլերի պես չարություն չենք արել, բայց որ Հիտլերի դերում լնեինք մենք, տեղը լնեինք իր, նույն բանը մենք չենք անի։ Լուբոյ մարդը լներ իր տեղը։ Հա, այսօրվա վիճակով Լուբոյ թագավոր, եթե ունենա հնարավորություն կտիրի։ Ու բոլորը այսօր տեսնում եք մարմնավոր ձևով ոնց են իշխում տիրում պետությունը պետության։ Թեկուզ պատերազմով չէ ինչ որ սառը պատերազմով, ինչ որ մի հնարքներով ուզում են գրավեն, մարդկային հատկությունն է դա։ Բայց Աստվածային լրիվ հակառակ է, սիրելի քույրս եւ եղբայրս, Աստվածայինը սիրո մեր ներսի մասին է խոսում։ Չարին պետք է մենք իշխենք, ստրկացնենք, կապենք, գցենք անդունդը, 1000 տարի անդունդում պետք է պահենք չարին։ Որ մենք գործենք երկրի վրա չարը անդունդից չկարենա լինի մեզի խանգարի։ Մենք բարին անընդհատ գործենք։ Այս հատկությունն է մեզի կյանք տալի։ Ոչ թե սատանային կապես, գցեց անդունդը, բա անդունդի մեջն է, թե անդունդը որտեղ է, ոնց է։ Մի հատ եղբայր ունեն, ասում անցած անգամ Հենց եմ ուզում մանամ, այդ սատանեն հմի որտեղ է, ուր է, որտեղ է տապկացած կամ ինչ անում։ Ճիշտ ասեմ, ինքը իր հասկացածով չէր ասում, ինքը աշխարհի մարդկանց լեզվով էր ասում, այդ մարդիկ չեն հասկանում, ուր է հմի սատանեն։ Չէ որ մարդու մեջից է գործում սատանեն։ Հիսուս այս օդի իշխանն է։ Իսկ այսօր մարդը
Դարձել եմ աստատանին պոզով, պոչով, սես փրչոտ մազերով, ինչ-որ մի հատ էակ, ինչ-որ մի հատ անձնավորություն։ Որ գալի մտնում է մարդու մեջ, կամ մարդու խաբում է, կամ էս անում, կամ այն անում։ Դա խաբկանք է, դա իմաստության պակաս է, սիրելի քորս եւ եղբայրս։ Բոլորը մեր մեջ, բոլորը Աստծուց եւ բոլորը Աստծո համար։ Ամեն։ Այսքան։ Այսքանը։ Աստված շատ օգնի։ Տեր օրհնի Մի ձեզ։ հատ էլ հարց ինձ արա։ Հարց ո՞րն է, այս հարց տվող եղբայրակույրը, չգիտեմ։ Կարող հայրեն բարձ չլինի։ Գրեք, եթե հայրեն Եթե հայրեն լսել է, որ պատասխանել է, կամ հարցը։ եթե կցանկանաք, ես կարամ ռուսերեն ինչքան որ կկարենամ, հա, էլի կարամ Գրեք, ձայնագրություններ եթե անամ։ բարձ չի։ Մենակ դուք չեք, մենակ ինքը չի, էլի ռուսերեն։ Էլի կան, հա, Մի ռուսախոսներ։ քանի հոգի տենց գրում են, անում էլի ուրիշ բաներով, ռուսերեն են գրում։ Երևի հայրեն դժվարանում են, ին մեր երեխեքը ստեղ են դպրոց գնացել։ Հայրեն չեն կարում գրեն կարդան, բայց խոսում են։ Ինչի համար են խոսում, որտեղ շփվում են մեր հետ։ Հիմա միգուցե այս հարց տվողը կամ էլի շատ մարդիկ կան, որ ստեղ են, շփվել են անդադ ռուսերեն, հա, հայրենը կամաց ինքը ստինքյան, մոռանում են, պակասում է իրանց հայրեն, բաշարը, ասենց ասած, դրա համար ավելի շատ ռուսերեն են խոսում ու ռուսերեն են ցանկանում։ Եթե կուզեք, խնդրեմ ես ինչքան կարողանամ Աստծով։ Եղավ Աստված շատ օրհնի։ Ձեզ էլ սիրելի Աստծո ժողովուրդ։ Մնաք խաղաղության մեջ։ Աստված ձեր հետ։